Կարևորը դուք լավ եք հոսանք ինչպես է Ղարաբաղի հարցի որ հոսանքը չի գա 5 օր է Հակոբ Նալբանդը Լաթաքիայում ապրող իր ընկերոջ հետ է զրուցում, ասում է իրավիճակը Սիրիայում այսօր համեմատաբար հանգիստ է։ Հաջող գապին Լաթաքիա իսկապես իմ ընկերները ցնցված էին, Ալևի ընկերները ունիմ, ասեն շատ վտանգավոր թռություններ, բայց այս երկու օր արդեն բանակը ինչ որ զսպած է այդ անգանուն վիճակը եւ հadouk հիմա ովքեր որ այդ կոդիները գմտնեն արդեն հadouk պայմանագրերով, հadouk թուղթերով գմտնեն, որ միան բանակային զորքերն են որ արդեն գնալ որոշակի օպերացիաներ կատարել։ Այդպես որ չեմ կարծել որ այսինքն այդ վատ օրերը հետ վերադառնան երկու օր որ ապետան դժոխային օրերը բոլոր աշխարհը ցնցված էր։ Հակոբ Նալբանդը ծանր ապրումներ է ունեցել վերջին օրերին, երբ իրավիճակը հատկապես լարված էր։ Ամենամեծ ապրումը ավելի ծանր ապրումներ են գաբրեցանք որ Հալեբ մտան դեկտեմբերին։ Այդ ժամանակ շատ ֆլու էր, չենք գիտեր ով, այսինքն գիտեր էինք ովքեր են, բայց ինչ պիտի լար հիմա ես կգարձեմ որ արդեն ֆիլմը հիմա հստակ է, անշուշտ ցավ գսկաս որ կոնգերներ կանան դեղ հարազատ ընկերներ ունիմ, իմ հետ մեծած ընկերներ ունիմ, բանակի մեջ ծառայած ընկերներ ունիմ, սպայագույդի մեջ, սիրիական, այսինքն միշտ կոնտակտի մեջ ենք, այսինքն շատ վավ, ես պատկերացակ անցի 6-7 օրը նույնիսկ նորմալ գերագուտ չեմ գերած, այսինքն նորմալ չեմ գնացած, այսինքն քո ընկերներ դեմ միասին մեծած եք, հիշողություններ ունիք։ Արդեն 4-րդ օրը տևող բախումները Հայաստանում ապրող բոլոր սիրիահայերին են անհանգստացնում։ Առավոտը լույսը բացվելուն պես միանգամից Լաթաքիայում եւ Տարտուսում ապրող իրենց հարազատներին են զանգահարում։ Սա որ դակավին մենք լավ ենք, այսինքն парք ասու, բայց կարգը գրագոցներ եղած էր, մեզ մի քիչ անտին։ Բնական է որ մի քիչ կվախենան, այսինքն բայց парք ասու որ չէ շարունակված, այսինքն այդ գրագոցը այսօր ասած նորմալ է, այսինքն նայած երեկվա նայելով այսօր նորմալ է, մասնավոր բամը չի գա, հուսամ այսպես ա գշարունակվի, բամանալ չի բադայր։ Լաթաքիա քաղաքում այսօր իրավիճակը հանդարտ է եղել, բախումներ են եղել գյուղերում, պատմում է Գանձասարի Լաթաքիայի թղթակիցը։ Այդ գյուղերում հայեր կան, այդ գյուղերում որտեղ որ բախումները շարունակվում են։ Ունենք բանյասի մեջ հայեր ունենք, որ երեք հետաքրքրվեցանք մենք, հայերը բանյասի մեջի հայերը արդեն անոնք որ Հալեբի մեջ ասկագաններ ունին, 2 օր առաջ 3 օր առաջ արդեն փոխադրված են իրենց հարազատներու մոտ, ինչ որ մեկ մասը Լաթաքիայի մեջ են, հոսեն, այսինքն աբահով են, գյուղերու մեջ չի գա այլևս հայ։ Արդեն 4 օր է Լաթաքիայում էլեկտրականություն եւ ջուր չկա, խանութները չեն աշխատում։ Հայերուն վիճակը ասե, բոլորս զսկուշ ենք, բոլորս դուներեն ներս ենք ընդհանրապես, դուրս չենք ելներ, այսօր այն 3 եւ այսօր ավելի լավ է վիճակը քաղաքին, այսինքն կամաց միան ամեն կողմ փակ է, միան ինչ որ սերունդի վերաբերյալ է, անոնք փած են, որբեսի ժողովուրդը քնումները անե, հատկեզատ ոչինչ ասկան է։ Լաթաքիայում եւ շրջակա գյուղերում 750 հայ ընտանիք է ապրում։ Անշթարմարություն եթե ունենան, իրենք ալ գուզեն ելել շիդագը, բայց անշթարմարություն պիտի լինի, որ իրենք գարենան ելել։ Նյութական, այսինքն բարականները իրենց պիտի ները, որ արդեն նախ հիմա մենք օտագայանը դակավին փակ է։ Մեր մոտ Հալեբ օտագայանը դակավին փակ է շիդագը։ Կարա եւ որ օտագայանը բացվի, կրնալալ գարկմնդանիկներ կփապակին դուրս ելել, եթե հարմարություն ունենան։ Տիկին Ծովիկի հարազատների համար անգամ բաց սցենարի դեպքում երկրից դուրս գալը մեծ դժվարություն է ֆինանսական խնդիրների պատճառով։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղարի խոսքով այս օրերի ընթացքում տարհանման խնդրանքով իրենց գրասենյակ չեն դիմել։ Եթե տեղի հայերը նման ցանկություն հայտնեն, արտաքին գործերի նախարարության հետ համատեղ ուժերով կկազմակերպեն տեղահանումը։